Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, խնդրեմ միջև վերջ մնաք այսօր եւ նաեւ կխնդրեմ, որ հաղորդման ընթացքում չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարեւոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ինչու եմ խնդրում, որ միջև վերջ մնաք, քանի որ այսօր մենք խոսելու ենք մեր անվտանգությունից, իսկ ցավոք սրտի մեր անվտանգությունը այսօր շատ խոցելի է։ Միայն այս խոսքերը շատ արդեն սարսափելի է, բայց քանի որ մենք միշտ խոսում ենք պին պետականության մասին եւ առողջ պետականության մասին, մենք իրավունք չունենք լռել այս բացը, հա։ Հատուկ նրանց համար, ովքեր կգան կասեն Թուրքին ճանապարհ ցույց տալի, ուրեմն բլոկվելու է, քանի որ մարդ մինիմում պետք է լինի քառակուսի, որ մտածի, որ թուրքերը հատուկ նստած ինձ են նայում, այսինքն իրանք մասնագետներ չունեն, պրոֆեսիոնալներ չունեն, ու այս ամեն ինչը չեն նկատում, հատուկ նստած ինձ են նայում, սպասում են թե ես ինչ պետք է մատնացույց անեմ, որ իրանք այդ սխալները կամ այդ բացերը գտնեն, որ Հայաստանին վնաս տան։ Միանգամից բլոկ եք լինելու, որտեվ մենք ժամանակ չունենք, գիտեք ինչ կա, նստենք եւ օվկիանոսի մասին պատմենք ինչ որ ճայիճի մեջի գործերին, որոնք որ բացի իրանց ճայիճից ու իրանց ճանճերից ուրիշ բան չեն նկատում։ Նենց որ կխնդրեմ, որ շատ այսօր, գոնե այսօր շատ զգայուն լինեք ձեր մեկնաբանությունների մեջ, հակառակ դեպքում միանգամից բլոկվելու եք։ Անլուրջ մեկնաբանությունները տեղ չունեն մեր ալիքում։ Ուրեմն քանի որ արդեն նախադեպը կա եւ Միացյալ Նահանգները մտավ ուրիշ երկիր, այսինքն գերտերությունը մտավ ուրիշ երկրի տարածք եւ շրջանցելով իր պաշտպանությունը, հա, եւ տարավ տվյալ երկրի գլխավոր հրամանատարին, այսինքն իրենց պրեզիդենտին, չեզոքացրեց խոսքը սպանելու մասին, չի այ փախցնելու մասին, իսկ ով ասեց, որ մեր հետ այսպիսի բան չի կարող լինել, ես սա չեմ ասում վախ տարածելու համար, կամ չգիտեմ սարսափկին, չգիտեմ պատմելու համար, հիստերիա տարածելու համար, այս հայ իրականություն է, որը որ կարող է լինել։ Հասկանում եք, եւ ես փաստերը իրար կողքի կդնեմ եւ այսօր ձեզ կապացուցեմ, որ դա շատ հնարավոր է եւ մեր անվտանգությունը խոցելի է։ Իհարկե ես անպայման այսօր կներկայացնեմ բոլոր փաստերը այս պնդման համար եւ շատերը փորձում են սա ներկայացնել որպես հատուկ դեպք, ինչ-որ հատուկ իրավիճակ կամ միայն Վենեսուելային վերաբերող բան, բայց դա սուտ մխիթարանք է։ Վենեսուելայի դեպքը ցույց տվեց մի շարք վտանգավոր բան, աշխարհում ուժի կիրառման կարմիր գծերը ջնջվում են։ Եթե նախկինում ասում էին չի կարելի երկրի ղեկավարին ուղակի, չգիտեմ, վերացնել, չեզոքացնել կամ փախցնել, ապա հիմա փաստացի ցույց տվեց կարելի է, եթե դու ուժ ունես, եթե դու հնարավորություն ունես, եւ սա արդեն ոչ թե Վենեսուելայի խնդիրն է, այլ բոլոր փոքր եւ միջին պետությունների խնդիրն է։ Եվ հիմա իմ խոսքերը իհարկե ապացուցելու համար եկեք անցկացնենք ամենակարևոր տեխնիկական կետերը։ Վենեսուելան ունի ռուսական հակաօդային պաշտպանություն, այդ նույն C300-ները, C400-ները։ Հայաստանը նույնպես ունի նույն դպրոցի համակարգը։ Եվ այստեղ պետք է ուղիղ ասել, հակաօդային պաշտպանությունը ինքը իրան sense կոմպլետ պաշտպանություն չի, հա, դա մի համակարգ է, հա։ Այսինքն իրենով անվտանգություն քեզի չի տալիս։ Հատկապես երբ խոսքը գնում է ռուսական արտադրության համակարգերի մասին։ Դրանք լավ են աշխատում ցուցադրության ժամանակ, ցուցահանդեսների ժամանակ կամ թղթի վրա, մեկել են ռուսական լոբիստ տարածողների համար, բայց իրականում բախվելով ժամանակակից առաջադեմ տեխնոլոգիաների բանակների դեմ, դրանք պարբերաբար ձախողվում են։ Սա ոչ թե իմ կարծիքն է, այլ մարտական փորձի արդյունքն է, որը որ ցույց են տվել այս վերջի տարիներին, որի մասին մենք դեռ խոսանք։ Վերջով եկեք մենք չխուսափենք ճշմարտությունից, ռուսական զինատեխնիկան այսօր ունի 3 մեծ խնդիր։ Առաջինը տեխնոլոգիական հետամնացությունն է, երկրորդը այդ էլեկտրոնային պատերազմի իր թուլությունն է, երրորդը ինտեգրման բացակայությունն է ժամանակակից համակարգների հետ։ Արդյունքում ստացվում է հետևյալը, երբ որ դիմացդ կանգնած է Միացյալ Նահանգների նման զարգացած երկիր, Իսրայելի նման զարգացած երկիր, քո զինատեսակները ոչ մի բանի պետք չէ, այսինքն չի կարողանում դիմադրել, ընդհանրապես եղած նույն հաշիվն է։ Ես ուզում եմ հիշեցնել, թե Սիրիայում, թե Ուկրաինայում, թե Վենեսուելայում, թե Իրանում մենք արդեն տեսել ենք այդ նույն պատկերը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Իրանի հակաօդային ուժերը լիովին ոչնչացվեցին նույն Իսրայելի կողմից։ Նույն Իսրայելը ոչնչացրեց
ողջ Իրանի հակաօդային պաշտպանությունը։ Դրանից հետո արդեն գնացել էին Չինաստանից էին հակաօդային պաշտպանություն ուզում բերել, արդեն զինադատարից հետո, երբ որ արդեն ավարտվեց ամեն ինչ, արդեն 12 օր բրծավ, դրանից հետո արդեն Չինաստանից էին ուզում հակաօդային պաշտպանություն։ Դե Սիրիայի մասին ընդհանրապես խոսք չկա, ուրեմն Ուկրաինայում դուք գիտեք, որ ուկրաինական դրոնները, որոնք որ եսիմինչ զարգացած չեն, Ուկրաինան միջև պատերազմը եսիմինչ բանակ չուներ, ինչ-որ տեխնոլոգիապես զարգացած բանակ չէր, հիմա էլ տեխնոլոգիապես զարգացած չի, որ ասում են իրանք ձեռով սարքում են բան, որ հարմար ժամանակի ընթացքում են, որ ասում ադապտացիա է եղել, հարմարվել են պատերազմին, զինվել են, հա, որ ասում ձևերը գտել են, լավացել են, ուժեղացել են, բայց տեխնոլոգիապես եսի մի զարգացած չի, իրան զենքեր են տալի, այն երկրորդական, երրորդական զենքեր են տալի, երբեք առաջնակին զենքեր չեն տա Ուկրաինային, հասկացեք, ոչ մեկ է տիրա հզոր զենքերը ուրիշին չի տա, դրանք այն զենքերն են տալի, որոնք որ երկրորդական, դաժե երրորդական զենքեր են, բայց դրանք բավական են ռուսական զորքերին լուրջ վնասներ հասցնելու համար։ Նույն ուկրաինական դրոնները հազարավոր կիլոմետրներով մտնում են Ռուսաստանի տարածք եւ հակա օդային այդ ուժերը ոչ շի բան, այսինքն եղած չեղած նույն հաշիվն է։ Նորից ուզում եմ ասեմ, դրանք ձեռով սարքած դրոններն են։ Վենեսուելայի դեպքում, որոնք որ ընդամենը րոպեների ընթացքում ոչնչացվեց ողջ հակաօդային ուժերը Վենեսուելայում, բոլորովինս վերջերս 20 միլիարդ դոլարով տվել եւ առել էին Ռուսաստանից այդ հակաօդային ուժերի։ Ում պետք եղավ։ Ումներ պետք, հա։ Իրանք անգամ չէին պատկերացնում, որ դրանք ոչ մի բանի պետք չեն։ Այսինքն, եթե քո ամբողջ պաշտպանությունը հիմնված է դրա վրա, այդ ռուսական վրա, դու իրականում մերկ ես, տկլոր վիճակ է քո մոտ, ինչը որ մեր մոտ է։ Ես մի բան եմ ուզում ասեմ անպայման, որ շատ կարևոր է, որ պետք է իմանա մեր ժողովուրդը։ Ուրեմն Մադուրոյի պաշտպանությունը նկատի ունեմ այդ բանը, անվտանգության համակարգը, եղել են կուբացիներ, դրա արդեն անունները կա, նկարները կա, չնայած միջև էտել բոլորը գիտեին, որ իր անվտանգությունը կուբացիներն են պաշտպանում, քանի որ դե ինքը դիկտատոր են, որ ասում է գող, սիրտը դող, եւ ինքը իր երկրի անվտանգությանը չի վստահում, որտեվ կարող է մի հատ վենեսուելացի հանի ու տեղում մի հատ գյուլի, որտեվ այդ ձևի վատ է պահում իր երկիրը։ Պատկերացնում եք 7 կարծեմ թե 7-8 միլիոն մարդ հա դուս եկե Վենեսուելայից բոլորինս վերջերս, հա, այսինքն արտագաղթել են, լինելով ամենահարուստ երկրներից մեկը, ինչ եմ ասում հարուստ, քանի որ ինքը ունի ամենամեծ պաշարները, նավթի պաշարները, բայց դե գիտեք, որ ընկնում է Ռուսաստանի 5-րդ ձեռները, այս վիճակն է ալում, սկսում են իրանք ուրիշ բաներ անել, իսկ ժողովրդի վրա թքած ունեն, ինչը որ կատարվում է Կուբայում։ Լավ, վերադառնանք թեմային, այսինքն կուբացիներ են եղել, եւ երբ որ Դելտան մտել է, Դելտա ֆորսը մտել է արդեն, որ փախցնի Մադուրոին, ժողովուրդ ջան, այդ բոլոր կուբացիները զոհվել են եւ ոչ մի զոհ չկա Միացյալ Նահանգների կողմից, սա եմ ասում, որտեվ կուբացիք որտե են պարապում, որ դպրոցն են անցնում, հա, որ ռազմական դպրոցն են անցնում, իհարկե ռուսական, դա ամերիկական չի, իսրայելական չի, չգիտեմ ֆրանսիական չի, գերմանական չի, հասկանում եք, անգլիական չի, ինչ ուզում, ոնց ուզում եք վրստեք, այդ նույն դպրոցն է, ու ցավոք սրտի այդ նույն դպրոցը մերոնք են անցել, հա, կամ միջև հիմի եթե հիմա չի փոխվի, այդ նույն դասընթացներն են ասում մեր զինվորականները, այսինքն անգամ զինվորի դասընթացը, դպրոցը սովորելը ռազմական հմտությունները անգամ վատնա ռուսականը, եթե դելտան մտնում է եւ բոլոր կուբացիներին սպանում է, հասկանում եք, չունենալով ոչ մի զոհ, այսինքն հակառակ արա, դուք դիրքավորված եք, դուք պետք է գոնե մի երկու հոգի գոնե պետք է խփեիք, գոնե պետք է վիրավորեիք, բայց ոչ մի բան չկա, եւ դուք բոլորը զոհվել եք, դուք պատկերացնում եք, ինչ վատ դուք զինվորական եք, հա, այդ ինչ վատ անվտանգության աշխատող եք։ Իսկ դրանք էլիտ զորքերն են Կուբայից, որ գալիս են պաշտպանելու Մադուրոին։ Դա մշտական են իրանք հայել եղել պաշտպանելու, նես չէ որ հատուկ եկել էին Ամերիկայից պաշտպանելու, դա մշտական են եղել, հասկանում եք։ Միշտ պաշտպանել են Մադուրոին այդ առաջի էլիտ զորքերը Կուբայից։ Սա փաստ է, որը որ հենց մեր հետ կապ ունի, քանի որ մեր զինվորականներն են նույն դպրոցն են անցել, որտեվ մենք ռուսական համակարգով ենք առաջ գնացել եւ այն որ ասում է ռազմական դաս տվել մեր զինվորականներին, սա մեր անվտանգության հետ կապ ունի։ Եվ հիմա վերադառնանք մեր ամենակարևոր եւ գլխավոր թեմային, հա։ Եթե Միացյալ Նահանգները կարողացան կատարել այս պլանը, ապա ինչու Թուրքիան տեսականորեն չի կարող փորձել նույնը Հայաստանի հետ։
Ճիշտ է Թուրքիան ԱՄՆ չէ, բայց Հայաստանն էլ Վենեսուելա չէ, Հայաստանը 30 միլիոնանոց երկիր չի եւ նավթային գերտերություն չի, իսկ Վենեսուելան նորից եմ ասում ունի աշխարհի ամենամեծ նավթային ռեսուրսները։ Թուրքիան տարածաշրջանային գերտերություն է։ Ունի հզոր օդուժ, ունի նատոյական փորձ, ունի անոցաչու համակարգեր, ունի հետախուզություն, իսկ Հայաստանը փոքրիկ է, սահմանները շատ մոտիկ են, Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների սահմանները պետք է ծովով գաս, որ կարողանաս անես, հա։ Իսկ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները իրար կապած եւ մոտիկ, Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են, այսինքն ռիսկը տեսականորեն ավելի մեծ է, քան թե Վենեսուելայի հարցում, հա։ Իսկ ուկրաինական, կներեք ասում եմ ուկրաինական, թուրքական օթուշի ցավոք սրտի ուժը մենք արդեն տեսել ենք Արցախի 44 օրյա պատերազմի ժամանակ եւ իհարկե ունեինք այնտեղ ինչ ռուսական հակաօթային պաշտպանություն, որը որ ջախջախվեց թուրքական դրոնների եւ թուրքական օթուշի կողմից։ Եկեք հարցը դնենք ուղիղ։ Ով է երաշխավորում, որ Հայաստանում այդպիսի բան չի լինի։ Ռուսաստանը, որը որ մթոմ ճակերտների մեջ մեր դաշնակիցն է, ոչ։ Ռուսական զենքը, ոչ։ Միջազգային իրավունքը միայն թղթի վրա։ Այսինքն մենք չունենք ավտոմատ ինչ-որ մի պաշտպանություն, բնական ինչ-որ մի պաշտպանություն։ Պաշտպանությունը պետքա լինի քաղաքական, դիվանագիտական, տեխնոլոգիական եւ ռազմավարական։ Այս վիդեոն վախեցնելու համար չի, սա արթնացնելու համար է։ Հայաստանը չի կարող ապավինել այդ մեկ երկրի, մեկ դպրոցի, մեկ տեխնոլոգիայի վրա։ Պետք է բազմաշերտ անվտանգություն, պետք է իրական դաշնակիցներ, պետք է ժամանակակից համակարգ, պետք է քաղաքական սթափություն։ Աշխարհը փոխվել է, երբ ուժը դարձել է նորմալ։ Թույլերը այսօր պետք է երկու քայլ առաջ մտածեն։ Եվ եթե այսօր մենք չտանք այս հարցերը, վաղը դրանք մեզ կտան ուրիշները։ Այսօր այսքանը, ստեսյուն, հաջողություն։